Առավոտյան աղոթք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն, ստացեք խաղաղություն, Սաղմոս 55:91։ Դուք արթնացաք, առաջին բանը, որ մտքով անցավ, նոր օրվա համար երախտագիտությունը չէր։ Դա կենդանի լինելու ուրախությունը չէր։ Դա անհանգստություններ էին։ Դրանք այնտեղ էին, սպասում էին, որ դուք բացեք ձեր աչքերը, ինչպես որսի շուրջ պտտվող անգղներ։ Այսօր պետք է վճարեք հաշիվը, դուք դեռ չունեք ամբողջ գումարը։ Բժշկական զննման արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ։ Դժվար զրույցը, որը դուք պետք է ունենաք ձեր սիրելիի հետ։ Երեխան, որը օրերով չի կապվել ձեզ հետ։ Աշխատանքը, որը կախված է թելից։ Ամուսնության փլուզումը։ Այս բոլոր անհանգստությունները հարձակվեցին ձեր մտքի վրա այն պահին, երբ դուք գիտակցության եկաք, հիմա, նույնիսկ անկողնուց վեր կենալու առաջ, դուք արդեն ուժասպառ եք։ Ձեր կրծքավանդակի ծանրությունն արդեն այնտեղ է։ Անհանգստությունն արդեն սեղմում է ձեր կոկորդը։ Օրը դեռ չի սկսվել, դուք արդեն հոգնել եք այն ապրելուց։ Բայց ես պետք է ձեզ ասեմ մի բան, որը կարող է ամբողջությամբ փոխել ոչ միայն ձեր առավոտը, այլ ձեր ամբողջ կյանքը։ Այս անհանգստությունները, որոնք ձեզ ջախջախում են, նախատեսված չեն ձեզ համար կրելու համար։ Դուք փորձում եք կրել մի բեռ, որը չի տեղավորվում ձեր ուսերին։ Դուք փորձում եք լուծել խնդիրներ ձեր սահմանափակ մտքով, որոնք գերբնական լուծումների կարիք ունեն։ Եվ քանի դեռ շարունակում եք փորձել դրանք մենակ կրել, դուք կշարունակեք ջախջախվել։ Բայց կա մեկ այլ ճանապարհ։ Կա մեկը, ով ուզում է վերցնել այս անհանգստությունները ձեր ձեռքերից հենց հիմա, հենց այս պահին, փոխարենը տալ ձեզ այն, ինչ դուք կորցրել եք վաղուց, խաղաղություն։ Սաղմոս 55:22 վրդամարը հեղափոխական բան է ասում։ Քո բեռը գցիր Տիրոջ վրա, նա կպահպանի քեզ։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարը տատանվի։ Լսեցի՞ր դա։ Գցիր։ Ոչ թե կրիր այն Աստծո հետ։ Ոչ թե կիսով չափ բաժանիր։ Գցիր։ Նետիր։ Ամբողջությամբ փոխանցիր։ Եվ խոստումն այն է, որ երբ դու դա անես, նա կպահպանի քեզ։ Դու չես ընկնի։ Դու չես սասանվի։ Որովհետև հիմա քեզ պահողը քո սեփական թույլ ուժը չէ, այլ տիեզերքի Արարչի ամենակարող ձեռքերը։ Գիտեմ, որ չափազանց պարզ է հնչում։ Քո բանական միտքը քեզ ասում է, որ այդպես չէ։ Որ դու չես կարող պարզապես քո անհանգստությունները հանձնել անտեսանելի Աստծուն, սպասել, որ ամեն ինչ ինքնուրույն կկարգավորվի։ Բայց հենց դա է պատճառը, որ դու այդքան շատ ես տառապում։ Որովհետև դու ավելի շատ վստահում ես քո անհանգստանալու կարողությանը, քան Աստծո հոգ տանելու կարողությանը։ Դու կարծում ես, որ քո անհանգստությունն ավելի հզոր է, քան աստվածային նախախնամությունը։ Դու հավատում ես, որ քո վախերն ավելի իրական են, քան Աստծո խոստումները։ Ճշմարտությունն այն է, որ մարդկության պատմության մեջ անհանգստությունը երբեք ոչ մի խնդիր չի լուծել։ Երբեք։ Հիսուսն ինքն է ասել. Ձեզանից ով կարող է անհանգստությունով իր հասակին մեկ կանգուն ավելացնել։ Անհանգստությունը ձեր հաշվին գումար չի ավելացնում։ Այն հիվանդություններ չի բուժում։ Այն մարդկանց հետ չի բերում։ Այն սրտեր չի փոխում։ Այն աշխատանքի դռներ չի բացում։ Անհանգստությունը միայն գողանում է ձեր այսօրը, անհանգստանալով վաղվա օրվա մասին, որը կարող է նույնիսկ չգալ այնպես, ինչպես դուք եք պատկերացնում։ Հենց հիմա, այս պահին, նախքան որևէ այլ բան անելը, նախքան հեռախոսը վերցնելը, հաղորդագրությունները ստուգելու համար, նախքան այսօր անելիքների մտքում ցուցակ կազմելը, ես ուզում եմ ձեզ ուղեկցել իրական հանձնման գործընթացով։ Սա պարզապես անգիր արված աղոթք չէ։ Սա սեփականության հոգոր փոխանցում է։ Դուք ամեն մի մտահոգություն վերցնելու եք բառացիորեն հանձնելու եք Աստծուն։ Փակեք ձեր աչքերը, որտեղ էլ որ լինեք։ Կարող եք անկողնում լինել, կարող եք արդեն արթուն լինել, դա կարևոր չէ։ Խորը շունչ քաշեք։ Զգացեք օդի ներս մտնելն ու դուրս գալը։ Եվ հիմա պատկերացրեք Հիսուսին կանգնած ձեր առջ։ Նա չի շտապում։ Նա անհամբեր չէ։ Նա այնտեղ է, ձեռքերը պարզած, սպասում է։ Եվ նա ասում է. եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներն ու բեռնավորվածները, ես հանգիստ կտամ ձեզ։ Դուք հոգնած եք։ Դուք բեռնավորված եք։ Ուրեմն գնացեք նրա մոտ։ Հիմա վերցրու քո առաջին մտահոգությունը։ Այն, որն այս պահին ամենաշատն է քեզ ծանրացնում։ Պատկերացրու այն որպես ծանր առարկա, որը դու կրում ես։
Դա կարող է լինել քար, ճամպրուկ, ցեմենտի պարկ, կարճ չէ։ Տես ծանրությունը։ Զգա ծանրությունը։ Եվ հիմա մեկնիր քո հոգոր ձեռքերը հանձնիր այն Հիսուսին։ Բարձրաձայն կամ սրտում դասա։ Տեր, այս ֆինանսական իրավիճակը, որը խեղդում է ինձ, ես հանձնում եմ այն քեզ։ Ես չեմ կարող լուծել այն։ Ես ուժ չունեմ այն կրելու համար։ Բայց դու Եհովա Ջիրեհն ես, Աստված, որը հոգ է տանում։ Դու բացում ես դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել։ Դու բազմապատկում ես քիչը անում անհնարինը։ Ես ամբողջությամբ հանձնում եմ այն քեզ։ Տեսեք, թե ինչպես է Հիսուսը վերցնում այդ անհանգստությունը ձեր ձեռքերից։ Տեսեք, թե ինչպես է նա այն դնում իր ուսերին։ Եվ հասկացեք, որ այն, ինչը ձեզ համար չափազանց ծանր էր, նրա համար թեթ է։ Այն, ինչը ձեզ ջախջախում էր, նա հեշտությամբ կրում է։ Որովհետև նա Աստված է։ Նա ստեղծեց տիեզերքը մեկ խոսքով։ Կարծում եք, ձեր խնդիրը չափազանց մեծ է նրա համար։ Հիմա վերցրու հաջորդ մտահոգությունը։ Այդ վախը առողջության մասին։ Քո կամ քո սիրելի մեկի։ Տեր, այս հիվանդության վախը, այս սարսափը մահվանից, այս տառապանքը ախտանիշների ախտորոշումների նկատմամբ, ես հանձնվում եմ քեզ։ Դու բժիշկների բժիշկն ես։ Դու ստեղծեցիր մարդկային մարմնի յուրաքանչյուր բջիջ։ Չկա հիվանդություն, որը անակնկալ լինի քեզ համար։ Քեզ համար անբուժելի հիվանդություն չկա։ Ես այս առողջական վիճակը ամբողջությամբ հանձնում եմ քո ձեռքը։ Եթե այն նախատեսված է բուժում բերելու համար, թող այդպես լինի։ Եթե այն նախատեսված է ուժ բերելու հովտով անցնելու համար, թող այդպես լինի։ Բայց ես այլս չեմ կրելու այս վախը։ Այն հիմա քոնն է։ Շարունակեք այս գործընթացը։ Ամեն անհանգստություն։ Երեխաների հետ կապված իրավիճակը։ Տեր, իմ երեխաները միայն իմը չեն։ Նրանք առաջին հերթին քոնն են։ Դու սիրում ես նրանց ավելի շատ, քան ես երբեք կարող եմ սիրել։ Դու ծրագրեր ունես նրանց համար։ Ես յուրաքանչյուրին դնում եմ քո ձեռքերում։ Նրանց ընտրությունները, նրանց ուղիները, նրանց ապագան։ Ես վստահ եմ, որ դու աշխատում ես նույնիսկ այն ժամանակ, երբ ես դա չեմ տեսնում։ Հարաբերությունները, որոնք ճգնաժամի մեջ են։ Տեր, այս ամուսնությունը, այս բարեկամությունը, այս խզված ընտանեկան հարաբերությունները, ես դրանք հանձնում եմ քեզ։ Միայն դու կարող ես փոխել սրտերը։ Միայն դու կարող ես բուժել խորը վերքերը։ Միայն դու կարող ես վերականգնել այն, ինչը թվում է անդառնալի։ Ես թողնում եմ վերահսկողությունը։ Ես դադարում եմ փորձել մանիպուլյացիաներ անել, շտկել այն իմ սեփական ուժերով։ Այն քոնն է։ Աշխատանք, կարիերա, մասնագիտական ապագա։ Տեր, իմ ապրուստը գալիս է քեզանից, ոչ թե իմ աշխատանքից։ Իմ անվտանգությունը քեզ մեջ է, ոչ թե իմ աշխատավարձի։ Եթե այս աշխատանքը պետք է շարունակվի, զորացրու ինձ։ Եթե այն պետք է փոխվի, առաջնորդիր ինձ։ Բայց ես այլս չեմ կորցնի քունս, անհանգստանալով։ Դու ես իմ մատակարարը։ Երբ դուք հանձնվում եք, ինչ-որ բան սկսում է պատահել։ Ծանրությունը բարձրանում է։ Կրծքավանդակի լարվածությունը թուլանում է։ Շնչառությունը դառնում է ավելի հեշտ։ Որովհետև դուք անում եք այն, ինչ պետք է անեիք սկզբից, ընդունում եք, որ դուք Աստված չեք։ Դուք ամեն ինչի վրա վերահսկողություն չունեք։ Դուք չեք կարող կանխատեսել ապագան։ Դուք չեք կարող փոխել մարդկանց։ Դուք չեք կարող երաշխավորել արդյունքները։ Բայց նա, ով կարող է, պատրաստ է հոգ տանել ամեն ինչի մասին, եթե դուք թույլ տաք նրան։ Սաղմոս 91-ը սկսվում է հետյալ խոսքերով. Ով բնակվում է Բարձրյալի ապաստարանում, կհանգստանա Ամենակարողի ստվերում։ Նա կհանգստանա։ Նա չի պայքարի անհանգստորեն։ Նա չի պայքարի հուսահատության մեջ։ Նա կհանգստանա։ Բայց սա պատահում է միայն նրանց հետ, ովքեր բնակվում են Բարձրյալի ապաստարանում։ Եվ բնակվելը չի նշանակում պարբերաբար այցելել։ Դա նշանակում է այնտեղ ապրել։ Դա նշանակում է այնտեղ տուն կառուցել։ Դա նշանակում է անընդհատ ապրել Աստծո ներկայության մեջ։ Երբ առավոտյան ձեր անհանգստությունները հանձնում եք Աստծուն, դուք տեղափոխվում եք նրա թաքստոցը։ Դուք ասում եք. Ես այսօր չեմ ապրի անհանգստության տարածքում։ Ես կապրեմ վստահության տարածքում։ Ես չեմ բնակվի վախի տանը։
Ես կապրեմ Տիրոջ տանը։ Սաղմոսը շարունակվում է, ես կասեմ Տիրոջ մասին։ Նա իմ Աստվածն է, իմ ապաստանը, իմ ամրոցը, ես նրան կվստահեմ։ Սա պատերազմի հայտարարություն է անհանգստության դեմ։ Երբ դուք հայտարարում եք, որ Աստված ձեր ապաստանն է, դուք ասում եք, որ դուք վազում եք նրա մոտ, երբ վախը հարձակվում է։ Երբ դուք հայտարարում եք, որ նա ձեր ամրոցն է, դուք ասում եք, որ նա ձեր անթափանց պաշտպանությունն է։ Երբ դուք հայտարարում եք, որ վստահում եք նրան, դուք փակում եք անհանգստության դուռը։ Որովհետև նա կազատի քեզ որսորդի որոգայթից մահացու համաճարակից։ Որսորդը թակարդներ է դնում։ Անհանգստությունը թակարդ է։ Այն քեզ պահում է մտքերի շրջանակում, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Այն քեզ գերի է պահում աղետալի սցենարների, որոնք, հավանաբար, երբեք տեղի չեն ունենա։ Բայց Աստված քեզ ազատում է այս մտավոր թակարդներից։ Նա կտրում է անհանգստության պարանները։ Նա բացում է վախի վանդակը։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թերի տակ դու ապաստան կգտնես։ Նրա հավատարմությունը կլինի քո վահանն ու պարիսպը։ Սա պաշտպանության ամենանուրբ պատկերն է։ Ինչպես թռչունը, որը ծածկում է իր ծագերին իր փետուրներով, այնպես էլ Աստված է ծածկում քեզ։ Եվ այդ ծածկոցի տակ ինչ ես գտնում։ Վստահություն։ Այլս ոչ մի անհանգստություն։ Վստահություն։ Որովհետև դու գիտես, որ պաշտպանված ես։ Դուք չեք վախենա գիշերվա սարսափից, ոչ ցերեկը թռչող նետից, ոչ խավարում թափառող համաճարակից, ոչ կեսօրին կործանող ժանտախտից։ Անհանգստությունը հարձակվում է բոլոր ժամերին։ Գիշերը այն գողանում է ձեր քունը։ Ցերեկը այն գողանում է ձեր խաղաղությունը։ Խավարում այն շշնջում է վախեր։ Կեսօրին այն գոռում է անհանգստությունների մասին։ Բայց երբ դուք ամեն ինչ հանձնել եք Աստծուն, այլս վախենալու կարիք չունեք։ Գիշերվա սարսափը կորցնում է իր զորությունը։ Օրվա նետերը կասեցված են։ Խավարի համաճարակը չի կարող դիպչել ձեզ։ 1000-ը կարող է ընկնել ձեր կողքին, 10,000-ը ձեր աջ կողմում, բայց նրանք չեն մոտենա ձեզ։ Մինչ մյուսները կործանվում են անհանգստությունից, դուք կանգնած եք մնում։ Մինչ մյուսները խուճապային նոպաներ են ունենում, դուք խաղաղություն ունեք։ Ոչ թե որովհետև դուք ավելի ուժեղ եք, այլ որովհետև դուք սովորել եք գաղտնիքը, հանձնել ձեր անհանգստությունները նրան, ով կարող է կրել դրանք։ Ես ուզում եմ, որ դուք հենց հիմա հասկանաք մի խորը բան։ Երբ ձեր անհանգստությունները հանձնում եք Աստծուն, դուք անպատասխանատու չեք։ Դուք անփույթ չեք։ Դուք իմաստուն եք։ Որովհետև դուք ընդունում եք հիմնարար ճշմարտությունը։ Կան բաներ, որոնք ձեր վերահսկողության տակ են, կան բաներ, որոնք ոչ։ Եվ անհանգստանալ այն բանի համար, ինչը ձեր վերահսկողության տակ չէ, խելագարությունը։ Դուք կարող եք վերահսկել, թե արդյոք այսօր գերազանց կաշխատեք աշխատանքում։ Բայց դուք չեք կարող վերահսկել, թե արդյոք ձեզ կհեռացնեն աշխատանքից։ Այսպիսով, թողեք հեռացվելու վախը, կենտրոնացեք ձեր լավագույնս անելու վրա։ Դուք կարող եք վերահսկել, թե արդյոք հոգ եք տանում ձեր առողջության մասին, թե ոչ։ Բայց դուք չեք կարող վերահսկել, թե արդյոք հիվանդությունը կհայտնվի։ Այսպիսով, թողեք հիվանդության վախը, կենտրոնացեք այսօր գործող մարմնի համար երախտապարտ լինելու վրա։ Դու կարող ես վերահսկել, թե ինչպես ես վերաբերվում մարդկանց։ Բայց դու չես կարող վերահսկել, թե ինչպես են նրանք վերաբերվում քեզ։ Այնպես որ, թողեք վրդովմունքը, կենտրոնացեք սիրելու վրա, ինչպես Քրիստոսը սիրեց։ Դուք կարող եք վերահսկել ձեր ընտրությունները։ Բայց դուք չեք կարող վերահսկել հետանքները։ Այսպիսով, թողեք ապագայի մասին անհանգստությունը, կենտրոնացեք այսօր իմաստուն ընտրություններ կատարելու վրա։ Այն, ինչ տեղի է ունենում, երբ դուք այդ հստակ բաժանումը կատարում եք, ազատագրական է։ Դուք դադարում եք մտավոր հուզական էներգիան վատնել այն բանի վրա, ինչը չեք կարող փոխել, ձեր ամբողջ ուժը կենտրոնացնում եք այն բանի վրա, ինչը կարող եք փոխել։ Եվ արդյունքը՝ խաղաղություն։ Այն խաղաղությունը, որի մասին Աստվածաշունչն ասում է, գերազանցում է ամեն հասկացողություն։ Խաղաղություն, որը տրամաբանական իմաստ չունի։ Խաղաղություն փոթորկի մեջ։ Խաղաղություն, երբ թվերը չեն համընկնում։ Խաղաղություն, երբ ախտորոշումը վատ է։ Խաղաղություն, երբ ապագան անորոշ է։ Բայց այս խաղաղությունը պասիվություն չէ։ Դա հրաժարում չէ։ Դա ակտիվ վստահություն է Աստծո հանդեպ, որը գործում է նույնիսկ այն ժամանակ, երբ դուք դա չեք տեսնում։
Դա վստահություն է, որ նա, ով սկսել է բարի գործը ձեր մեջ, կավարտի այն։ Դա համոզմունք է, որ ամեն ինչ միասին է գործում ի բարին նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Դուք պետք է հասկանաք, որ Աստված չի խնդրում ձեզանից հրաժարվել ձեր անհանգստություններից, որովհետև նա դրանց կարիքն ունի։ Նա խնդրում է, որովհետև դուք պետք է ազատվեք դրանցից։ Անհանգստությունները թույն են ձեր հոգու համար։ Դրանք քայքայում են ձեր հավատքը։ Դրանք ոչնչացնում են ձեր ուրախությունը։ Դրանք գողանում են ձեր ուժը։ Դրանք վնասում են ձեր առողջությանը։ Քանի հիվանդություն է առաջանում կամ սրվում անհանգստության սթրեսի պատճառով։ Քանի հարաբերություն է ոչնչացվում անհանգստության պատճառով։ Քանի հնարավորություն է կորչում, որովհետև վախը կաթվածահար է անում։ Երբ դուք ձեր անհանգստությունները հանձնում եք Աստծուն, դուք պարզապես կրոնական արարողություն չեք անում։ Դուք անում եք ամենագործնական խելամիտ բանը, որը հնարավոր է։ Դուք ձեր խնդիրները դնում եք նրա ձեռքը, ով ունի դրանք լուծելու զորություն։ Դուք անհնարինը վստահում եք նրան, ում համար ոչինչ անհնար չէ։ Մտածեք այդ մասին։ Եթե դուք լուրջ իրավական խնդիր ունենայիք, կփնտրեիք լավագույն փաստաբանին, այնպես չէ՞։ Եթե ձեզ անհրաժեշտ լիներ բարդ վիրահատություն, կփնտրեիք լավագույն վիրաբույժին։ Այսպիսով, ինչու եք կյանքի խնդիրներին անդրադառնալիս փորձում դրանք ինքներդ լուծել, դրանք վստահելու լավագույն մասնագետին։ Աստված այն բարեպաշտն է, որը երբեք գործ չի պարտվել։ Նա այն բժիշկն է, որը կարող է բուժել անբուժելիները։ Նա այն մատակարարն է, որը բազմապատկում է հացն ու ձկները։ Նա այն խորհրդատուն է, որը գիտի վերջը սկզբից։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի գործնական բան սովորեցնել, թե ինչպես պահպանել այդ խաղաղությունը ամբողջ օրվա ընթացքում։ Որովհետև առավոտյան անհանգստություններից ազատվելը հզոր է, բայց դրանք կփորձեն վերադառնալ։ Օրվա կեսին, երբ դուք կստանաք այդ զանգը։ Երբ դուք բացեք այդ նամակը։ Երբ դուք կունենաք այդ զրույցը։ Անհանգստությունը կրկին կթակի դուռը։ Եվ ինչ եք անում դուք։ Նախ, անմիջապես ընդունեք դա։ Մի թողեք, որ անհանգստությունը ձեզ տիրի։ Հենց որ զգաք այդ ծանոթ սեղմումը ձեր կրծքավանդակում, այդ արագացող սիրտը, այդ մտքերի հորցանուտը, կանգ առեք, ընդունեք դա։ Անհանգստությունը փորձում է վերադառնալ։ Երկրորդ, հիշիր այսօր առավոտյան կատարածս զոհաբերությունը։ Տեր, ես սա արդեն այսօր ավելի վաղ տվեցի քեզ։ Այս մտահոգությունն այլս իմը չէ։ Այն քոնն է։ Ես հրաժարվում եմ հետ վերցնել այն, ինչ արդեն դրել եմ քո ձեռքում։ Երրորդ, շունչ քաշեք, արտասանեք մի խոստում։ Դա կարող է լինել Սաղմոս 55. 22-ը, որը մենք արդեն տեսել ենք։ Դա կարող է լինել Փիլիպպեցիներ 4. 19-ը, իմ Աստվածը կբավարարի քո բոլոր կարիքները։ Դա կարող է լինել Եսայի 26. 3-ը, դու կպահես կատարյալ խաղաղության մեջ նրանց, ում միտքը հաստատուն է, որովհետև նրանք վստահում են քեզ։ Աստծո խոսքը զենքն է անհանգստության դեմ։ 4-րդ, կատարեք հաջորդ գործնական քայլը։ Հավատքն առանց գործերի մեռած է։ Եթե դուք հրաժարվել եք ձեր ֆինանսական անհանգստություններից, բայց դեռ ունեք վճարելու հաշիվ, գնացեք արեք այն, ինչ կարող եք։ Վճարեք այն, ինչ կարող եք։ Բանակցեք այն մասին, ինչ անհրաժեշտ է։ Բայց արեք դա առանց անհանգստության, քանի որ դուք արդեն վստահել եք արդյունքը Աստծուն։ 5-րդ, նախապես շնորհակալություն հայտնեք։ Սա հավատքն է գործողության մեջ։ Տեր, շնորհակալ եմ քեզ, որովհետև դու արդեն հոգ ես տանում այս մասին։ Ես դեռ լուծում չեմ տեսնում, բայց հավատում եմ, որ այն ճանապարհին է։ Շնորհակալություն այն խաղաղության համար, որը ես հիմա զգում եմ։ Շնորհակալ եմ, որովհետև դու հավատարիմ ես։ Դուք պետք է հասկանաք, որ խաղաղությունը խնդիրների բացակայությունը չէ։ Այն Աստծո ներկայությունն է խնդիրների մեջ։ Հիսուսն ասաց. Այս աշխարհում դուք դժվարություններ կունենաք։ Խնդիրները երաշխավորված են։ Բայց նա ավելացրեց. Բայց քաջալերվեք։ Ես հաղթեցի աշխարհին։ Հաղթանակը երաշխավորված է նրանց համար, ովքեր նրա մեջ են։ Երբ դուք ձեր անհանգստությունները հանձնում եք Աստծուն, դուք չեք ասում, որ խնդիրներ գոյություն չունեն։ Դուք ասում եք, որ խնդիրները ձեր Աստծուց մեծ չեն։ Դուք չեք ժխտում իրականությունը։ Դուք հայտարարում եք, որ կա ավելի մեծ իրականություն, Աստծո զորությունն ու սերը ձեր հանդեպ։
Դիտարկենք Պետրոսի օրինակը, որը քայլում էր ջրի վրայով։ Քանի դեռ նա աչքերը պահում էր Հիսուսի վրա, նա անհնարինն էր անում։ Բայց հենց որ նա նայեց ալիքներին, սկսեց խորտակվել։ Ալիքները միշտ այնտեղ էին։ Քամին միշտ ուժեղ էր։ Փոխվում էր ուշադրության կենտրոնացումը։ Երբ կենտրոնանում ես քո անհանգստությունների վրա, դու խորտակվում ես։ Երբ կենտրոնանում ես Հիսուսի վրա, դու քայլում ես դրանց վրայով։ Գիտեմ, որ ոմանք կասեն. բայց դա չափազանց պարզունակ է։ Խնդիրները բարդ են։ Կյանքը բարդ է։ Եվ դա ճիշտ է։ Բայց խնդիրների բարդությունը չի նվազեցնում լուծման պարզությունը, վստահել Աստծուն։ Սա պարզունակ չէ, սա խորը է։ Սա անտեղյակություն չէ, սա հին իմաստություն է։ Սաղմոսերկուները հասկանում էին սա։ Դավիթը, որը գրել է բազմաթիվ սաղմոսներ, հեշտ կյանք չի ունեցել։ Նրան հալածում էր սավուղը։ Նա ուներ ապստամբ որդի։ Նա լուրջ սխալներ է թույլ տվել։ Նա բախվել է պատերազմների։ Բայց այս ամենի մեջ նա սովորեց գաղտնիքը, ամեն ինչ հանձնել Աստծուն։ Եվ այդ պատճառով նա կարող էր գրել. Տերը իմ հովիվն է, ես ոչինչ կարիքի մեջ չեմ լինի։ Ես կարիք չեմ ունենա։ Ոչ թե որովհետ Դավիթն ամեն ինչ ուներ, այլ որովհետ նա ուներ անհրաժեշտը։ Ոչ թե որովհետ խնդիրներ գոյություն չունեին, այլ որովհետ հովիվն ավելի մեծ էր, քան խնդիրները։ Ոչ թե որովհետ մահվան ստվերի հովիտը իրական չէր, այլ որովհետ Աստված նրա հետ էր հովտում։ Հիմա, նախքան ձեր օրը շարունակելը, ես ուզում եմ ձեզ համար մի հատուկ աղոթք ասել։ Աղոթք, որը կամրագրի ձեր այս հանձնվելը։ Աղոթք, որը հոգոր պաշտպանություն կհաստատի ձեր մտքի սրտի վրա։ Երկնային Հայր, Հիսուսի անունով, ես աղոթում եմ այս մարդու համար, ով հենց նոր քեզ է տվել իր բոլոր մտահոգությունները։ Տեր, դու ընդունել ես ամեն բեռ, ամեն վախ, ամեն անհանգստություն։ Հիմա ես քեզնից եմ խնդրում։ Տուր նրանց այն խաղաղությունը, որը խոստացել ես։ Ոչ թե ժամանակավոր խաղաղություն, այլ այն խաղաղությունը, որը գալիս է քո հոգուց։ Խաղաղություն, որը մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները գոռում են անհանգստության մասին։ Ես հայտարարում եմ, որ այս մարդու միտքը հիմա նորացվում է։ Որտեղ կային անհանգիստ մտածողության օրինաչափություններ, ձևավորվում են վստահության նոր նյարդային ուղիներ։ Որտեղ կար անհանգստանալու սովորություն, հաստատվում է վստահելու սովորությունը։ Նրանց մեջ ձևավորվում է Քրիստոսի միտքը։ Ես հայտարարում եմ, որ այս մարդու սիրտը բուժվում է։ Անցյալի անհանգստություններից առաջացած վերքերը բուժվում են։ Անհանգստության ծանրությունը վերանում է նրանց սրտից։ Ծնվում է նոր, վստահ, հավատքով լի սիրտ։ Ես հայտարարում եմ այս մարդու հույզերի պաշտպանության մասին։ Երբ անհանգստությունը փորձի վերադառնալ, կփորձի, կլինի վահան։ Հավատի վահանը։ Խոսքի վահանը։ Աստծո գործողությունները տեսնելու փորձառության վահանը։ Ես հայտարարում եմ աստվածային նախախնամության մասին յուրաքանչյուր կարիքի համար։ Ոչ թե որովհետ խնդիրները կախարդականորեն կանհետանան, այլ որովհետ Աստված կտա իմաստություն, ռեսուրսներ, մարդկանց, հնարավորություններ, հրաշքներ։ Կարիքները կբավարարվեն այնպիսի ձերով, որոնք նա նույնիսկ չի կարող պատկերացնել։ Ես հայտարարում եմ, որ այս օրվանից սկսած այս մարդը մտնում է Աստծո հետ հարաբերությունների նոր մակարդակի։ Այլս ոչ թե վախի անհանգստության վրա հիմնված հարաբերություններ, այլ վստահության խաղաղության։ Այլս ոչ թե հեռավոր Աստված, որին նրանք հուսահատորեն աղաղակում են, այլ մտերիմ Հայր, որի մեջ նրանք ամեն օր հանգստանում են։ Ես հայտարարում եմ, որ անհանգստության պատճառով անքուն գիշերների օրերն անցել են։ Որ անհանգստության նոպաները անցյալի բան են։ Որ կրծքիս վրա անընդհատ ծանրությունն անցել է։ Սկսվել է նոր ժամանակաշրջան։ Խաղաղության ժամանակաշրջան։ Վստահության ժամանակաշրջան։ Աստծո մեջ հանգստի ժամանակաշրջան։ Տեր, շնորհակալ եմ քեզ, որովհետև դու հավատարիմ ես։ Դու այն Աստվածը չես, որը ստանում է մեր անհանգստությունները, ոչինչ չի անում դրանց հետ։ Դու գործում ես։ Դու աշխատում ես։ Դու լեռներ ես շարժում։ Դու ծովեր ես բաժանում։ Դու մանանա ես տալիս։ Դու անձր ես ուղարկում։ Դու բուժում ես։ Դու վերականգնում ես։ Դու անսահման ավելին ես անում, քան մենք խնդրում կամ կարծում ենք։
Թող այս մարդը աղոթքի այս պահից հեռանա լիովին վերափոխված։ Թող շրջապատի մարդիկ նկատեն տարբերությունը։ Թող նրանք հարցնեն. Ինչ է պատահել քեզ հետ։ Ինչու ես այդքան խաղաղ։ Եվ թող նրանք կարողանան վկայել. Ես իմ անհանգստությունները հանձնեցի Աստծուն, փոխարենը ստացա խաղաղություն։ Հիշեք, սա միանգամյա աղոթք չէ։ Ամեն օր, ցանկալի է առավոտյան, նախքան անհանգստությունները կտիրեն ձեզ, արեք այս զոհաբերությունը։ Դա նման է ցնցուղ ընդունելուն։ Դուք կյանքում մեկ անգամ չեք ցնցուղ ընդունում։ Դուք ցնցուղ եք ընդունում ամեն օր։ Նույնը պետք է լինի ձեր անհանգստություններից հրաժարվելու հետ։ Ամեն օր։ Անընդհատ։ Մինչ այն դառնա այնքան բնական, որքան շնչելը։ Եվ օրվա այն պահերին, երբ անհանգստությունը փորձում է վերադառնալ, հիշեք այս առավոտը։ Հիշեք, որ դուք արդեն հանձնվել եք։ Հիշեք, որ Աստված արդեն հոգ է տանում դրա մասին։ Հիշեք, որ անհանգստությունը ոչ մի լավ բան չի ավելացնում ձեր կյանքին, այն միայն գողանում է այն։ Դուք կհայտնաբերեք մի հրաշալի բան, երբ սա սովորություն դարձնեք։ Խնդիրները պարտադիր չէ, որ նվազեն, բայց դրանց հետ գործ ունենալու ձեր կարողությունը էքսպոնենցիալ կերպով աճում է։ Փոթորիկները շարունակում են գալ, բայց դուք սովորում եք քնել նավակի մեջ, ինչպես Հիսուսը քնում էր, որովհետև գիտեք, որ Հայրն է վերահսկողությունը։ Մարդիկ կսկսեն հարցնել, թե ո՞րն է քո գաղտնիքը։ Ինչպես ես կարողանում այդքան հանգիստ մնալ քաոսի մեջ։ Ինչպես ես պահպանում խաղաղությունը, երբ ամեն ինչ քանդվում է։ Եվ դու կկարողանաս լիակատար համոզմամբ ասել. Ես իմ անհանգստությունները հանձնել եմ նրան, ով կարող է ամեն ինչ անել։ Ես անհանգստությունը փոխարինել եմ վստահությամբ։ Ես վախը փոխարինել եմ հավատքով։ Եվ Աստծո խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն, պահպանում է իմ սիրտն ու միտքը Քրիստոս Հիսուսում։ Սա այն կյանքն է, որը Աստված ուզում է ձեզ համար։ Ոչ թե խնդիրներից զերծ կյանք, այլ կյանք առանց անհանգստության ճնշող ծանրության։ Ոչ թե հեշտ կյանք, այլ թեթ կյանք, քանի որ Հիսուսի լուծը հեշտ է, նրա բեռը թեթ։ Ոչ թե իրականությունը ժխտելու կյանք, այլ ավելի մեծ իրականության հանդեպ վստահության կյանք։ Ուրեմն առաջ գնացեք հիմա։ Դիմավորեք այսօրը ոչ թե անհանգստությունների ծանրությամբ, այլ այն թեթությամբ, որը ամեն ինչ հանձնել է Աստծուն։ Աշխատեք, բայց առանց անհանգստության։ Լուծեք խնդիրներ, բայց առանց հուսահատության։ Դիմակայեք մարտահրավերներին, բայց առանց վախի։ Որովհետև դուք միայնակ չեք։ Աստված, որն այսօր առավոտյան ընդունեց ձեր անհանգստությունները, ձեզ հետ է։ Նա գնում է ձեր առջից, պատրաստելով ճանապարհը։ Նա ձեր կողքին է, զորացնելով ձեզ։ Նա ձեր ետում է, պաշտպանելով ձեզ։ Եվ երբ գիշերը իջնի դու պառկես, թող այն լինի երախտագիտությամբ։ Երախտագիտություն, որովհետև դու այսօրը խաղաղությամբ ապրեցիր։ Երախտագիտություն, որովհետև Աստված հավատարիմ էր։ Երախտագիտություն, որովհետև դու սովորեցիր, որ հնարավոր է ապրել առանց անհանգստությունների ծանրության։ Եվ վաղը, երբ արթնանաս, նորից արա այդ ամենը։ Դուր ստացիր խաղաղություն։ Մինչ սա դառնա քո կյանքի ձը։ Դուք ստեղծվել եք խաղաղության մեջ ապրելու համար։ Հիսուսը մահացավ ձեզ խաղաղություն տալու համար։ Սուրբ Հոգին բնակվում է ձեր մեջ խաղաղություն ստեղծելու համար։ Այնպես որ դադարեք դիմադրելուց։ Դադարեք մտածել, որ անհանգստանալը պատասխանատու լինելն է։ Դադարեք գրել այն, ինչը ձերը չէ։ Հանձնվեք։ Վստահեք։ Հանգստացեք։ Եվ ապրեք այն առատ կյանքով, որը Հիսուսը եկավ բերելու։ Կյանք, որը չի գերիշխվում անհանգստությունների վրա, այլ բնութագրվում է խաղաղությամբ։ Խաղաղություն, որը աշխարհը չի կարող տալ։ Խաղաղություն, որը աշխարհը չի կարող խլել։ Աստծո խաղաղությունը։ Գնա խաղաղությամբ։ Բառացիորեն։ Հեռացիր այս վայրից, տանելով խաղաղություն անհանգստության փոխարեն։ Եվ տարածիր այդ խաղաղությունը, ուր էլ որ գնաս։ Եղիր հանգստության օազիս անհանգիստ աշխարհում։ Եղիր կենդանի վկա, որ հնարավոր է ապրել այլ կերպ։ Որ հնարավոր է հանձնել քո անհանգստությունները Աստծուն փոխարենը ստանալ խաղաղություն։ Ամեն։